խնդիրը որն է, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը գծվել է, ինքը գծվել է կորպորացիաների շահերից ելնելով։ Եվ այս կորպորատիվ շահերը ենթադրում են, որ իրանք կփակվեն իրանց մեջ, չեն մասնակցի, ռեսուրս չեն ծախսի։ Իսկ այնտեղ ռեսուրս ինքը ինչ անում, ինքը ասում է Ուկրաինայի պատերազմը գցեք բանի վրա։ Գցեմ Եվրոպայի գրպանը, սաղ իր ադմինիստրացիան է տանում, որ Եվրոպան կզի։ Բայց Եվրոպան չի կզում, որովհետև Ռուսաստանի սառեցված փողերը Եվրոպայում են։ Եվ Եվրոպան ինչքան է ծախսի, հələ այդ գումարներն է ծախսելու։ Դա մեկ, երկրորդը, քանի որ պատերազմը ոչ թե Եվրոպայում է, այլ փաստացի Ռուսաստանում։ Ну Ռուսաստանի նավթամշակող գործարաններն են վարի գնում, էլի ոչ թե Եվրոպայի։ Հա, Ուկրաինայի տարածքում, բայց Ուկրաինան այդ տարածքները հետ կբերի։ Ամեն դեպքում մաշվում է Ռուսաստանի զինված ուժերը, մաշվում է Ռուսաստանի տնտեսությունը, մաշվում է Ռուսաստանի բնակչությունը, մաշվում է Ռուսաստանի հեղինակությունը համաշխարհային, Ռուսաստանը հետ է մնում տեխնոլոգիապես, Ռուսաստանը մնում է Կիմ Չեն Յունի հույսին, նույնիսկ հրետանու բանով, հա, իհարկե կարելի է այտենց բան անել, բայց արդեն պետական բյուջեն Ռուսաստանի շատ եմ խորհուրդ տալի, բացեք, նայեք Ռուսաստանի կենտրոնական բանկի, տնտեսական այդ զարգացման նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության հաշվետվությունները։ Մյուս տարվա վրա ամեն ինչը անկում է բյուջեի դեֆիցիտով մինչեւ 26-29 թվականների 3 տարվա գալիք 3 տարվա համար Ռուսաստանը բացասական հարկեր է բարձրացնում։ Ահեն բարձրացնում է 22%, բարև ձեզ։ Փոքր միջին բիզնեսը 10 միլիոն դրամը գերազանցող բիզնեսը տանում մտցնում է ահեի տակ, այսինքն իրանք ոնց որ ինչի 7%, 5% ինչ էր, մի անգամից սարքում է 22։ Ահռելի բան է, այսինքն գնում է, փող չունի, այդ փողը մի տեղից պիտի բերի, բայց հարկերը դու որ բարձրացնում ես, դու նաև սպանում ես տնտեսական աճի։ Ասում եմ, ես դրա հաշվին ոչինչ, ես հարկերը բարձրացնեմ, տնտեսական այդ բանով։ Իրանք արդեն հարկեր են բարձրացրել եւ այո, հարկերը բարձրացրել են 24 թվականին, եթե չեմ սխալվում, թե 25։ Ամեն դեպքում այս տարի իրանց սպասված ԱԱՀ-ի ուրեմն սպասված մոտավորապես 4 տրիլիոն ռուբլի էր, հավաքել են 1.6 մինչև առաջի կիմսարկը։ Այսինքն իրանք սպասվածը չեն հանում, ոչ հարկերով, ոչ մի կերպ, եւ սա շարունակվելու է, այսինքն շանս չունի Ռուսաստանը։ Դրա համար եմ ասում, որ Եվրոպան ոչ միայն ստանալու է այդ իր գումարները, այլ նաև Եվրոպան ստանալու է կոնտրակտները Ուկրաինայի վերականգնման պատերազմից հետո, հաղթանակից հետո Ուկրաինայի բարձր։ Դա մեկ, երկու, պատերազմը ավարտվելուն պես, եթե այդ բունկերային առնետը չսատկեց, ինքը կմնա փակ, որ պահից որ սատկեց, ինքը բացվելու է, եւ ամենահամով տիկեքը էլի ընկնելու են եվրոպական կորպորացիաներին, ոչ ամերիկյան, որտեղ անմահության մասին է խոսում։ Ով? Պուտինը։ Անգամ ոչ թե կյանքի դեմokratiyan երկարացման, այլ անմահության թեման է շոշափում։ Ես ձեզ ասեմ, իրականում հիմարության անմահության մասին կարելի է պոեմներ գրել։ Չէ, հիմարությունը անմահ է։ Ուղղակի ուրիշ հիմար է գալու, ինքը չի գալու։ Այստեղ հարցը նրանում է, որ Ռուսաստանի անմահությունը մի փոքր փուչիկ է, որտեղ ինքը ոսկե հորդի Տամերլանի մնացորդն է, իրենք սլավոնների հետ կապ չունեն։ Իսկ դրա բանը վերջանում է, ինչ որ պոտենցիալ կա, որը վերջանում է։ Այսինքն ամեն անգամ Ռուսաստանը, եթե սկսենք 20-րդ դարից, հա, 20-րդ դարից սկսած Ռուսաստանը մենակ կորուստներ է ունեցել տարածքային։ Որ հիշեք 905 բան ռուս-ճապոնական պատերազմ, 914 առաջի համաշխարհային, որից հետո ինքը մի անգամ տրոհվեց, քաղաքացիական պատերազմ մի հատ էլ տրոհվեց, երկրորդ համաշխարհային, ասենք, առանձնապես բան ձեռք չբերեց, սովետը բլեց էլի տրոհվեց, հիմա հերթը Ռուսաստանինն է։ Ռուսաստանը պետք է, որտեղ ինքը շատ մեծ է, ինքը իրականում ենթակառուցվածքներ չունի, որոնք կապում են Մագադանը բանի հետ, Կալինինգրադի հետ, Կյոնիգսբերգի եւ Պետերբուրգը Վլադիվոստոկի, հնարավոր չի դա։ Ուղղակի հնարավոր չի։ Մի գծանոց, մի բան, ինչ անդեղ, մի հատ բամ է էլ, մի հատ երկաթգիծ է, որը կապում է։ Այսինքն դա բան չկա, չես կարա պահես, 12 ժամ է։ Երկիրը, դու ռեսուրս չունես դա պահելու համար, դու կամ պետք է լինես ժողովրդավար, ֆեդերատիվ, այսինքն որ Յակուտիան որոշի ինքը ինչ բան է անում, Յակուտիան ուղղակի համաձայնվի, որ դու իր փոխարեն մանկում կվերարկես, բայց մնացածը թողես իրան։ Կամ եթե դու ուզում ես կենտրոնից կառավարես Յակուտիան, պարզա որ սա կաշառակերության բուն է,
կաշառքով ուղղակի սպանել ես, ինչը կա, գիտեք չէ, Լենայի վրա մոստ չկա Յակուտսկ քաղաքում։ Յակուտսկը Յակուտիայի մայրաքաղաքն է, Յակուտիայում աշխարհի ադամանդների ինչ-որ ահռելի տոկոսն է, գերհարուստ է, մի բուռ մարդ են, այսինքն իրանց այնտեղ փաշի պես պահելը ընդհանրապես թեմա չի, ասենք ամեն մեկին կարելի է այդ վաճառված ադամանդներից պահել, բայց իրանք մինչև հիմա Լենայի վրա մոստ չունեն, Լենան չէ, Լենան գետն է, որի վրա։ Ինչ վերաբերում է Տոմակը, հիմա նորից վերադառնանք մի հատ այնտեղ, ես ասեմ ինչն է բանը, քանի որ Տրամպը կառավարում է որպես բան ամերիկյան կորպորացիաների ինչի համար Ռուսաստանը տեղ չունի եւ Տրամպի ասածն էլ ոչ մի նշանակություն չունի որովհետեւ այդ շախմատը խաղում են երկու տիպի կորպորացիաներ որոնք ապագային են ուղղված եւ կորպորացիաներ որոնք հնին են ուղղված օրինակ Մասկը որին ես էլ Արմենիայի հիշում եք ասում էին տեխնոֆաշիստ իր բաներով ինքը այդ նոր տիպի կորպորացիաների կողմնակիցն է որոնք որ բան հինը հին տիպին է, դա ասենք Տրամպի ժողովուրդն է, որ ասում եկեք սա գործարանները վերականգնենք American Dream բան։ Հիմա այս կոնֆլիկտը գոյություն ունի մենակ Ամերիկայում։ Ամբողջ աշխարհում այս տիպի կոնֆլիկտ չկա, որտեղ աշխարհում էլ այդպես հիմար բաժանում չկա։ Ոչ միտեղ։ Այնտեղ բոլորը համապարփակ sense inclusive զարգանում են։ Յուրաքանչյուր կորպորացիան, օրինակ նույն Դասոն, որ վերցնեք, որը արտադրում է, ինքը համ էսա համենա, Տալեսը համ էսա համենա Լեոնարդոն համ է սա համենա, գոյություն չունի ընդեղ, Ռեյն մետալը համ ծանր տեխնիկա արտադրում, համ լուրջ բան ունի, ու եվրոպական կոոպերացիան ահռելի բարձր մակարդակի վրա է, դրա համար կայունություն կա, իրանք տարբեր են 27-28 երկրի բանն է, այսինքն ինքը 27-28 հենակետ ունի, ինքը մի ակադեմիա չի, մի համալսարան չի, մի բան չի, ինքը սենց հենակետեր է Տրամպը, որ ասում է կտամ բան, Տոմահավք, տարեկան Ամերիկայի Միացյալ Նահանգները արտադրում է 50 քանի Տոմահավք, իդեպ Reuters-ում եղավ, որ Պենտագոնի որոշ պատասխանատու եւ բանիմաց եւ տեղյակ աղբյուրներ ասել են, որ պարզա Տոմահավք չեն տալու, ինչ ինձ ընդհանրապես չի զարմացնում, որովհետեւ ի վերջո պետք է հասկանալ, որ Տոմահավքը դա բան է, ինքը ստեղծվել է ընդհանրապես ծովային որպես հրթիռ։ Հեռահար հրթիռներ ունի, բայց դա Storm Shadow-ի համարժեքն է։ Այսինքն ինչ որ Scalp Storm Shadow-ը ֆրանսիական։ Ինչ է պլանները Թրամփի, եթե կարելի է խոսել պլանի մասին։ Թրամփի պլանը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Տրամպը հələ որ Կամբոջայի ու Ալբանիայի միջև խաղաղության պայմանագիր է կնքում ու տենց ինչ որ մաների մեջ։ Չկա պլան այնտեղ, ընդհանրապես պլան չկա։ Չէ, բայց այդ խոսակցությունները, որը մշակվում է պլան, հիմա Ռուսաստանի Մոսկվայի ենթակառուցվածքները Չէ, դա ինչ կապ ունի պլանը, իր պլանը նրա հետ է կապված, որ ինքը բան չունի։ Մի տարի անցավ, այն պահից, որ ինքը հայտարարեց, որ 24 ժամում պատերազմը կավարտվի, որպեսզի բացարձակ հիմարի տեսք չունենա, ինչ ինքը ունի, ինքը չի կարող այդ տեսքը չունենա։ Ինքը շուտ դուրակ բաներ է խոսում, ուղղակի ինֆորմացիոն աղմուկ է ստեղծում։ Տոմահավք տալու համար ախր Տոմահավքը պետք է հասկանալ, այս 19-րդ դարը չի, որ ասես ռագատկա տամ, այս քարը կվերցնես, կդնես ռեզինի մեջ, կխփես պատուանը կջարդվի։ Տոմահավքի համար եկա բանա պետք, ենթակառուցվածքա պետք, համակարգ պետք լինի, պետք է աշխատի, այդ պետք ինչ նավի վրա պետք դնես, ինչ պետք անես, որտեղից պետք կրակես, ուր պետք կրակես։ Ու մեջ խոսակցություններ։ Հան անիմաստ բան է։